Երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան, Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ 5 երեխա էին, 4 եղբայր, 1 քույր։ Նա մեծն էր, փոքրուց ունեցել է կազմակերպելու և ղեկավարելու ձիրք։ Քույրն ու եղբայրները մի խոսքից միշտ ենթարկվել են, բոլոր հարցերում ճիշտ որոշումներ էր ընդունում։ Սկզբում ապրել են Սիսիանի դաստակերտ ավանում, որտեղ էլ 1961 թվականին գնացել է դպրոց և այն ավարտել 1970-ին։ Նույն թվականին ավարտելով 8-ամյակն ընդունվել է Սիսիանի շինարարական տեխնիկում շինարարի մասնագիտություն ստանալու։ Եղել է խելացի, տեխնիկումն ավարտել է 1974 թվականին։ Ավարտելով տեխնիկումը 1974-ից 1976 թվականներին անցել է պարտադիր զինծառայության խորհրդային բանակում։ 1976-ից 1988 թվականներին ընդունվել և աշխատել է աշխատանքային Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային հիմնարկում որպես հերթապահ մեխանիկ։ Մեր հերոսն ընտանիք է կազմել 1979 թվականին Սաթենիկ Ժորայի Ալեքսանյանի հետ և նրանք իրենց համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 3 երեխա, 2 աղջիկ, 1 տղա։ 1988 թվականի մարտ ամսից աշխատել է Սիսիանի ՄՍՈՒ-ում որպես շինտեղամասի բրիգադիր, իսկ արդեն նոյեմբեր ամսից որպես աշխեգ։ 1988 թվականից 1992 թվականներին կամավոր մասնակցել է Սիսիանի շրջանի սահմանների պաշտպանությանը։ 1992 թվականի հոկտեմբեր ամսից անցել է ծառայության Հայաստանի Պաշտպանության նախարարության սահմանապահ զորքերի վարչության թիվ 1 սահմանապահ ջոկատում։ Մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտական գործողություններին, նաև Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիսի շրջաններում մղվող մարտական գործողություններին։ 1994 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասի Խառը հրետանային դիվիզիոնի հրամանատարի ահազանգման, հակահրդեհային և տեխնիկական անվտանգության գծով տեղակալ։ 1997 թվականին սովորել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն սպայական դասընթացներում։ 2006 թվականին մայորի կոչումով անցել է թոշակի, նրան ուստավ էին ասում։ Ծառայության ընթացքում արժանացել էր Մարշալ Բաղրամյան մեդալի, Մարշալ Բաղրամյանի 100-ամյակի կապակցությամբ, անցել էր թոշակի, բայց ընդամենը օրեր անց ապրիլի 2-ին հայրենիքն իր կարիքն ունեցավ, քանզի թուրքը գազազել էր, իսկ նրա դեմն առնել էր պետք, ու նա կրկին զենք վերցրեց, որ կանգնի հայոց բանակի ու հայ զինվորի կողքին։ Հարցազրույց տալով ասել էր. «Գնում ենք 18 տարեկաններին փոխարինենք, նրանց կողքին լինենք»։ Ապրիլի 3-ին էր գնացել, ասում են տխուր է եղել, կարծես զգացել է ամեն ինչ։ Հաջորդ օրն աղջկա Լաուրայի ծննդյան օրն էր, առավոտյան հասել էին Թալիշ, որտեղից էլ զանգել է աղջկան ծնունդը շնորհավորելու։ Լաուրան հարցրել է, թե ինչպես են։ Նա կես կատակ, կես լուրջ պատասխանել է. «Հեչ, տարածքում պտտվում ենք»։ Դրանից մի քանի ժամ անց անհասանելի են դարձել։ Նրանք խմբով Թալիշում մի ինչ-որ կիսակառույց շենքի մոտ են հավաքված եղել, որ հասկանան ուր գնան, ինչ անեն։ Մի մասն էլ շենք են մտած եղել ուսումնասիրելու, թե հնարավոր է այդ շենքում դիրքավորվել կամ այն օգտագործել թեկուզ թաքստոց կամ պահեստ, երբ հակառակորդի անօտաչու ինքնաթիռը խփել է շենքին ու պայթել։ Փառք նրա հիշատակին, որ ամբողջ կյանքը ներդնելով հանուն հայրենիքի, թոշակի անցնելուց հետո
կրկին չզլացավ զենք վերցնելու, շտապել լինելու իր երիտասարդ զինվորների կողքին։ Նա հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության մարտական ծառայություն մեդալի, Փառք հիշատակիդ անվարան հերոս Էդվարդ Ալեքսանյան, քեզ երբեք բացակա չենք դնի։